Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարտիրոսյան, սկսենք Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթնաժողովից, որի շրջանակներում եվրոպական տարբեր երկրների հետ տարբեր հուշագրեր ստորագրվեցին, որոշների հետ անգամ ռազմավարական համագործակցության մասին, Ֆրանսիայի, Բուլղարիայի եւ այլն։ Հիմա եթե այս ամենի քարոզչական բաղադրիչը մի կողմ դնենք, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը նպաստելն էր, ինչ տվեց այս գագաթնաժողովը Հայաստանին, արդյոք ստորագրված փաստաթղթերը արևմուտքի հետ մեր հարաբերությունների մակարդակը որակապես կբարձրացնեն։ Կտար Հայաստանին ինչ որ մի բան եւ որակապես կբարձրացներ Հայաստանի արևմուտքի հետ համագործակցության մակարդակը, եթե այս ռեժիմը չլիներ իշխանություն, եթե լիներ իրական հայկական իշխանություն։ Քանի որ այս ռեժիմի ամեն ինչը դերասանություն է նաեւ եվրոինտեգրման process-ը կամ դեպի Եվրոպա գնալու process, ամբողջությամբ կեղծ process է, որը իդեպ եւ իմիջայլոց պլանավորվել, ծրագրավորվել եւ աջակցվում է Մոսկվայի կողմից։ Սա երկար պատմություն է բացատրելը, դրան հավանաբար առանձին կանդրադառնամ, բայց սա է փաստը։ Հետևաբար, ինչ ուզում է ստորագրվի, դա ոչինչ չի տալիս, դա նույնն է, ինչ ասենք, եթե այս ռեժիմը անգամ միջուկային զենք բերի Հայաստան եւ յուրաքանչյուր զինվոր զինվի ամերիկյան եւ իսրայելական բանակի զինվորից ավելի լավ անգամ, միևնույն է հաջորդ ռազմական բախմանը պարտվելու է Հայաստանը, որովհետեւ ղեկավարությունը այդպեսին է, որովհետեւ ղեկավարությունը ոչ գնում է դեպի Եվրոպա, գնում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան, կարծեմ Ադրբեջանը եւ Թուրքիան Եվրոպա չեն, եթե չեմ սխալվում։ Իրենց Եվրոպան են գուցե, բայց իրենց Եվրոպան են։ Եվ այդ ճանապարհին անխոչնդոտ գնալու եւ Եվրոպայի եւ Ամերիկայի աջակցություն ունենալու համար ցույց են տալիս իբրև թե սա ռուսական պլան չի, իրենց պլանն է, հետեւաբար ստանում են աջակցություն, շատ տրամաբանական է, այլ շերտեր էլ կան սրանում։ Բայց շատ չշեղվենք, եթե դու ունես մի ռեժիմ, մի իշխանություն, որը երկիրը տանում է ծրագրավորված լուծարման եւ ներգրավման նախկինում նվաճող, հիմա նվաճող առավել հեշտ տարբերակով երկրների կազմ, ուզում ես ատոմային զենք ունեցի, դու պարտված ես եւ դու պարտվելու ես։ Իսկ ինչ քայլեր պիտի լինեն, որ այդ process-ից շեղվի եւ իսկապես մեր հարաբերությունները արևմուտքի հետ խորացվի։ Ռեժիմը պիտի չլինի տեղում։ Գործող իշխանությաներով դա չեք ակնկալում։ Դա չեմ ակնկալում եմ միայն մի պարագայում, եթե Ռուսաստանը փլուզվի, Թուրքիան փլուզվի, Ադրբեջանը փլուզվի, հասկանալի է, որ դա չի լինելու։ Գոնե Թուրքիա եւ Ադրբեջանի մասով դա չի լինելու։ Գոնե տեսանելի ապագայում։ Ադրբեջանի պարագայում հաստատ դա չի լինելու տեսանելի ապագայում։ Այդ դեպքում, այս ռեժիմը կգնա իրոք դեպի Եվրոպա։ Մեր նախորդ զրույցի ժամանակ դուք համոզմունք հայտնեցիք, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ռուսաստանի անվերապահ աջակցությունը, հիմա էլ ձեր խոսքում այդ մասին նշեցիք, ավելին անգամ համոզմունք հայտնեցիք, որ 18 թվականին Նիկոլ Փաշինյանին հենց Ռուսաստանն է Հայաստանում իշխանության բերել, բայց օրինակ երեք Ֆրանսիայի նախագահը Երևանում հայտարարեց, որ 8 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է, անգամ ասում էր 8 տարի առաջ որևէ մեկը այստեղ չէր գա եւ նման հանդիպում չէր անցկացնի մեծ հաշվով։ Ինչու են այս հարցում ձեր եւ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումները տարբերվում եւ եթե իսկապես Փաշինյանին Ռուսաստանն է աջակցում, ինչով էր պայմանավորված այս միջոցառման անցկացումը։ Իսկ ինչ գիտենք, որ իմ եւ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումները տարբերվում են։ Առավոտն հրապարակային։ Դա այլ հարց է։ Այլ հարց է, թե ինչ է ասում նախագահ Մակրոնը։ Ես վստահ եմ, որ նախագահ Մակրոնին համապատասխան ֆրանսիական կառույցները տեղեկացնում են ամեն ինչ, որովհետեւ գիտեմ, հենց Փարիզից գիտեմ, որ նախագահ Մակրոնը բացի պաշտոնական խողովակներից նաև մասնավոր խողովակներ եւ դա խոսք չի վերաբերում դաշնակցությանը, CCAF-ին եւ այլ ֆրանսահայ կազմակերպություններին, չէ, բոլորովին այլ օղակներով նույնպես ստանում է տեղեկատվություն Հայաստանի մասին եւ բազմավեկտոր է տեղեկատվությունը։ Ես վստահ եմ ինքը ամեն ինչ գիտի, բայց մենք ինչ ենք ակնկալում կամ ինչպիսի իրավիճակ ենք պատկերացնում, որ պիտի Մակրոնը վեր կենա եւ ասի չէ, սա դերասանություն է եւ չէ։ Եվ ես չեմ խոսում ձեր հետ չեմ շփվում, սուտ է ձեր արևմուտք գալ, իհարկե ոչ, այդպես չի։ Եթե մի կողմը դերասանություն է անում դեպի Եվրոպա, էլի մի բան է, քան այն կողմը, որը ասում է, օրինակ Քոչարյանը, ես Եվրոպայի տեսանկյունից եմ ասում, որը ասում է, որ չէ, մենք պիտի գնանք Ռուսաստան եւ ամեն խոսքում քննադատում է արևմուտքին։ Սա մի իրավիճակ է, երբ օրինակ ամերիկյան խոսույթում մի հետաքրքիր արտահայտություն կա, որը ես չեմ ընդունում, բայց այդ երևույթը կա իրապես։ Ասում են fake it till you make it։ Կեղծիր, մինչև կստացվի իրականը քեզ մոտ։ Այսինքն ներկայացրու այնպես, ինչպես հիմա կոպիտ եմ բացատրում այս ամեն ինչը, վուլգար եմ բացատրում, բայց իմաստը դա է։ Արևմուտքը ասում է լավ, կեղծում եք,
Okay, մենք դա կընդունենք, մինչև դա կդառնա իրականություն, որովհետև գոնե այդտեղ ինչ որ ստից կեղծ ինչ որ քայլեր արվում են, բայց դրան պիտի ինչ ասեն, պիտի ասեն չէ գնա, մանավանդ այս ուկրաինական պատերազմի պարագայում, երբ Եվրոպայի համար կենսական խնդիր է Ռուսաստանի տակից գոնե ինչ որ մի բան փախցնելը։ Իրենք հույս ունեն, որ կփախցնեն, հույս ունեն, որ այս ծիլերը գցելով իրենք իհարկե մի բան արևմուտքը չի հասկանում։ Օրինակ, այստեղ եւ հաճախ քննադատում են ինձ, ասում են դու ասում ես, որ իրենք չեն հասկանում, բայց կարող է իրենք հիմար են, կարող է հետախուզական ծառայություններ չունեն։ Չէ, ունեն։ Շատ լավ ծառայություններ ունեն։ Եվ Միացյալ Նահանգները, եւ Բրիտանիան, եւ Ֆրանսիան։ Բայց եկեք մի բան ընդունենք։ Այդ ծառայությունները շատ հաճախ, այդ բոլոր think tank-երը, մտավոր կենտրոնները կամ մտքային կենտրոնները, ինչպես ասում են, հաճախ սխալ վերլուծություններ են անում, որովհետև հաճախ որոշ երկրներ եւ իրականություն չեն պատկերացնում։ Օրինակ, Իրաքի իրավիճակը 2003 թվականին Միացյալ Նահանգները գրավեց, շատ հեշտ, Փոլ Բրեմերին մի հիմար դեսպանի նշանակեցին Իրաքի փաստացի թագավոր, անգամ նախագահ չէ, թագավոր նշանակեցին, ոչ պաշտոնապես, բայց այդ ֆունկցիաները ուներ։ Եվ մարդը ոչնչացրեց Իրաքը, լավագույն ցանկություններ ունենալով հանդերձ։ Եվ ամերիկացիներին հսկայական վնասներ տվեց, լինելով ամերիկյան դիվանագետ, եւ ոչ ոք չէր հասկանում ինչպես կառավարել Իրաքը։ Բռնեց Իրաքի բանակը, ազատ արձակեց, եւ այդ բանակը գնաց դարձավ ահաբեկիչ։ Մանունի Եվրոպայում որոշում կայացնողները չեն հասկանում, շատերը չեն հասկանում շատ բան, որովհետեւ մենք պիտի մի բան հասկանանք։ Ես բնականաբար խոսել եմ տարբեր երկրների, տարբեր պատասխանատուների հետ այս տարածաշրջանի համար։ Շատերը հասկանում են ամեն ինչ եւ զեկուցում են վերև, շատերը հասկանում են ամեն ինչ, բայց իրենց զեկույցը ինչ որ մի աստիճանի վրա կանգնում է եւ չի բարձրանում վերև, շատերը ընդհանրապես ոչինչ չեն հասկանում եւ երբեմն իրենց զեկույցները հասնում են մինչեւ ամենավերև։ Եվ այդ ոչինչ չհասկացողները շատ հաճախ տալիս են այնպիսի ինֆորմացիա, որը ի պաշտոն է պիտի որ վստահելի լինի։ Այսինքն արևմուտքի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընկալվել որպես չարյաց փոքրագույն, քանի որ որևէ այլ ուժ իրական այլընտրանք նրան չի առաջարկում։ Այո, պրո-արևմտյան ուժ իրենք չեն տեսնում Հայաստանում, որը ունի ընտրազանգված։ Հիմա կա մի պրո-արևմտյան ուժ Հայաստանում, որը քանի գնաց իր ընտրազանգվածը կորցրեց, եւ այդ պատճառով անգամ կասկածներ կան, հա, շատերն ունեն կասկածներ, որ ինչ որ մի բան այն չի, որովհետեւ ամեն ինչ արվել է, որպեսզի վարկաբեկվի։ Ձեր նախկին ուժի մասն եք խոսում վերջերս։ Այո, բայց ես չեմ ուզում հիմա անդրադառնալ, իրենք ընտրապայքարի մեջ են, թող պայքարեն, թե վստահ են, որ չեն անցնելու պարլամենտ եւ շատ մասնացած։ Շատ լավ։ Հիմա չեն տեսնում կշիռ ունեցող որևէ ուժ եւ չեն տեսնում մեկին, որը գոնե դերասանությունը կանի իրենց հետ։ Ու դրա համար նույն Մակրոնը հայտարարում, որ ինքն էլ է աջակցում։ Բնականաբար դու պատկերացնում եք, ասենք Մակրոնը ինչ պիտի ասի չերադեղեք։ Չէ, պիտի այդ ամեն ինչը պիտի ասի, որովհետեւ ասում եմ, հույս ունեն, որ ինչ որ մի պահի իրավիճակային կփոխվի, այնպես չի, որ իրենք չեն տեսնում, որ Հայաստանը մնացել է ԵԱՏՄ անդամ։ Այնպես չի, որ իրենք չեն տեսնում, որ Հայաստանը հապկից դուրս չի եկել, սառեցրել է եւ դրանով հիմարեցնում է որոշակի զանգվածների երկրի ներսում, բայց երկրի դրսում մի քիչ դժվար է հիմարեցնելը։ Դե ավելի լիարժեք անդամ մնալ, քան այսպես սառեցրած, այսպես վնասները ավելի շատ են։ Անհրաժեշտ է լիարժեք անդամ մնալ, եթե դու դուրս չես գալիս ամբողջությամբ։ Իսկ իսկական անհրաժեշտությունը ամբողջությամբ դուրս գալու մեջ է։ Այսինքն ինչ ես անում, որպեսզի իմ խոսքերը չկտրեն եւ կտորներով հետո բանանեն, ես բացատրեմ, թե դա կարող են անել միևնույն է։ Դու ունես մի համակարգ, որը չի աշխատում, դա հապկն է, որտեղ քեզ դավաճանել են եւ դավաճանելու են մինչեւ դու վերանաս եւ վերջանաս։ Բայց այդ համակարգի մեջ, եթե դու մնում ես, դու բարոյական պատասխանատվություն եւ պարտավորություն ես դնում այդ համակարգի վրա քեզ պաշտպանելու։ Եվ ձեռք ես բերում լեգիտիմ իրավունք ամբողջությամբ թքելու դրա վրա եւ գնալու։ Բայց եթե դու ասում ես ես սառեցնում եմ իմ անդամությունը եւ դուրս չես գալիս, մինչդեռ պիտի դուրս գաս եւ գնաս դեպի այլ ռազմական դաշինքներ, ես չեմ ասում ՆԱՏՕ, որտեղ ՆԱՏՕ-ն չի ընդունի, որտեղ Թուրքիան միանգամից վետո կդնի Հայաստանի համար, որտեղ Հայաստանը ուտելու համար պետք է որ պաշտպանված չլինի։ Իսկ Հայաստանը ուտելու է Թուրքիան։ Իսկ այդ դեպքում որտեղ եթե ոչ ՆԱՏՕ։ Առանձին ռազմական դաշինքներ։ Այս մասին ես ասել եմ անգամ, երբ որ ԲՎՌ-ի անդամ էի, եւ դա Արա Պապյանն է առաջինը այդ թեզը առաջ բերել եւ ես դրա տակ ստորագրել եմ, այսինքն բարոյական առումով ստորագրել, մինչեւ հիմա ես այդ իմ ստորագրությունը պահում եմ։ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից պետություն, օրինակ առանձին ռազմական դաշինք ենթադրենք Հնդկաստանի հետ, ռազմական դաշինք օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ կամ Սաուդյան Արաբիայի հետ։ Սրանք բաներ են, որ
մարդիկ մինչև հիմա չեն պատկերացնում, որ կարելի է անել, որտեվ այս բանը գավառական մակարդակից ցածր մակարդակ կա քաղաքական մտքի։ Եվ ձեր հիշատակած երկրները Հայաստանի հետ պատրաստ են նման համագործակցություն Դա այդ բոլոր երկրները, որոնք թշնամի չեն Հայաստանին, պատրաստ են։ Որոնք Հայաստանի թշնամու մերձավորագույն դաշնակիցները չեն, պատրաստ են։ Եվ ամենակարևորը, ռազմական մերձավորագույն դաշինք Իսրայելի հետ։ Անկամ այս պարագայում Ադրբեջանի հետ այս երկրի հատկապես այս պարագայում։ Հատկապես այս պարագայում։ Իսկ ինչպես եք դա պատկերացնում։ Հիմա դրան կգանք, ուղղակի խոսքս ավարտեմ։ Եվ երբ որ դու, որպեսզի կիսատ չմնա հապկի թեման, եւ երբ որ դու սառեցնում ես, դու արձակում ես ձեռքերը եւ դու դա անում ես կանխամտածված։ Ես համոզված եմ, որ սա կանխամտածված որոշում է Փաշինյանի եւ Պուտինի կողմից, որպեսզի Հայաստանը սառեցնի անդամակցությունը։ Դու երբ որ Հայաստանի վրա հարձակվենք, ասեն, գիտեք, սառեցրած է անդամակցությունը։ Մինչդեռ դու այլ ռազմական դաշինք չունես եւ չես կարող ունենալ, որտեղ դու շարունակում ես մնալ հապկի անդամ։ Հետևաբար, սառեցնելը ամենահանցավոր, բարոյապես հանցավոր քայլն է, որ կարելի է անել։ Դա խաբեություն է այս երկրի, այս ժողովրդի հանդեպ եւ արևմուտքի հանդեպ եւ ամբողջությամբ քեզ զրկում է որևէ ճիշտ է Ռուսաստանը չէր պաշտպանել, բայց բարոյական պատասխանատվություն դնելուց անգամ նրանց վրա։ Ինչ է սառեցրել։ Ինչ է սառեցրել։ Դուրս արի։ Սառեցնող ես, դուրս արի։ Թե կարող ես ժողովրդի լեզվով ասած թափը թելի։ Չէ, կարող է։ Եկեք այսպես ասենք, կարող է, բայց չի անում։ Հայերի մեջ չկա այդ քայլեր անելու ցանկությունը։ Այսպես ձևակերպեմ, հա։ Այս աշխով առևտրի առարկա է դարձրել սա։ Գուցե իր իշխանությունը պահպանելու դիմաց։ Ինքը ոչինչ առևտուր չի անում, ինքը հանդիսանում է առևտրի առարկա։ Հայաստանը հանդիսանում է առևտրի առարկա։ Հայաստանը պետությունը եւ ժողովուրդը արտապատվիրակել են իրենց ճակատագրի որոշումը այլոց եւ ասում են մենք բան չենք կարող որոշել, մեծերը որոշել են, չէ, դուք կարող եք, բայց դուք հրաժարվում եք որոշել։ Եվ միշտ այդպես եղել պատմության մեջ, սա նոր բան չի։ Ցավոք սրտի։ Եղել այդպես 18-րդ դարում, 19-րդ դարում, հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ բրիտանացիները ամեն գնով օգնում էին Հայաստանին։ Եվ որպեսզի այդ օգնությունը չկրկնվի, ռուսները սկսեցին հայերին տրամադրել բրիտանացիների դեմ եւ թշնամացնել եւ մինչեւ այսօր ինչ որ անուղեղներ հակաբրիտանական բաներ են խոսում։ Որպեսզի այդ դաշինքները չլինեն եւ Հայաստանը հանկարծ խելացի որոշում կայացնելու որևէ ժողովրդական սատարում չունենա, սկսեցին հակասեմիտիզմը Հայաստանում ակտիվացնել եւ տարածել, մի ահռելի զանգվածների հասցնել դրսից, հատուկ սկսեցին հակաիսրայելականություն քարոզել։ Պաղեստինցիները ինչ ասես չեն արել հայկական եւ սրբատեղիների հետ եւ եկեղեցիների հետ եւ ընդամենը 10-12 տարի առաջ 3 մամուլ էին այում էլի հին մամուլ պղծել են եւ այլն եւ այսինքն Արցախում ուղակի պաղեստինյան կազմակերպությունները 100%-անոց սատարում էին իրականացում Ադրբեջան հայերը գազային են սատարում հələ չեմ էլ ասում West Bank-ին արևմտյան ափին Այսինքն էլ ճանաչել էին վերջերս։ Հա, անկախությունն էլ մեջ ընկան եւ ճանաչեցին հակաիսրայելական քայլ արեցին։ Իրենք անում են մի բան, որով Իսրայելին գրգռում են։ Ադրբեջանը շատ ավելի խելացի։ Բոլորի հետ հարաբերությունները պահելով Իսրայելի հետ ամենամերձավոր դաշնակցություն է հաստատում։ Եվ Հայաստանում չեն էլ ուզում հավատալ, որ տարածաշրջանի հաջորդ կարևորագույն խաղացողը լինելու է Իսրայելը։ Հիմա Իսրայելի հետ ինչպես եք պատկերացնում Հայաստանի համագործակցության հաստատումն ու խորացումը։ Ինչ ճանապարհներով։ Ինչպես են դա անում։ Հենց այդպես։ Ինչ ձևաչափով, ինչ օրինակներով։ Եթե ես լինեի երկրի ղեկավար, փառք Աստծո, որ ես չեմ, բայց եթե ես լինեի երկրի ղեկավար, շատ պարզ է, հանդիպում ես Իսրայելի բարձրագույն ղեկավարության հետ, առաջարկում ես դաշնակցություն։ Ռազմական դաշնակցություն, ամբողջական, համապարփակ ռազմական դաշնակցություն։ Վերջ։ Ինչ կա այդտեղ բարդ։ Իրատեսական համարում եք, որ սա կհաստատվի։ Կարծում եք Իսրայելը կասի չեռադեղ եք։ Հաշվի առնելով դե գիտենք Ադրբեջանի հետ ինչ հարաբերություններ ինչ կապ ունի։ Դա ջան, շնորհակալ եմ, որ այդ հարցը տալիս եք, որտեվ գիտեմ, որ տալիս եք ամենից շատ հետաքրքիր։ Ոչ թե կհետաքրքրի, այլ հենց այդ հարցը իրենց մոտ կա։ Դրա համար եք դուք տալիս եւ ես շնորհակալ եմ այդ հնարավորությունը տալու համար ինձ։ Չկա մի երկիր աշխարհում, որը քո ոչնչացումը չի տենչում։ Չտենչացող երկրների շարքում, որ դու գնաս եւ իրեն ասես արի դաշնակից լինենք, ինքը ասի չգիտես, ես քո հակառակորդի քո ճշնամու հետ դաշնակից եմ, դու ռադերի գնա։ Այդպես չի աշխատում։ Այս ժողովրդի մոտ պատկերացում կա, որ եթե մեկը իմ հակառակորդի հետ դաշնակցություն է անում, ուրեմն նա իմ ճշնամին է։ Այդպես չի, այդպես կարող է անձնական հարաբերություններում լինել, այդպես կարող է որոշ պետական հարաբերություններում լինել, բայց պետական հարաբերություններում այդպես չի։ Բազմավեկտոր Ադրբեջանի օրինակով բերեմ, Ադրբեջանին Իրանը ամեն կերպ քծնում է, քծնում,
Հատկապես այս վերջին շրջանը, երբ վեր կացավ ասեց, մենք ձեզ երկաթե բռունցք ցույց կտանք, սկսեցին քցնել։ Հայտարարություններ արեցին, գնացին, այցելեցին, դուք մեր եղբայրն եք եւ այլն եւ այլն։ Եվ միևնույն ժամանակ Ադրբեջանը ամբողջ տարածաշրջանում Իսրայելի լավագույն դաշնակիցն է։ Իսրայելը այսօր իրականացնում է մի քաղաքականություն, որի համաձայն ինքը բարեկամներ է գնում եւ ձեռք բերում անգամ Խաղաղօվկիանոսյան կղզի պետություններում։ Չասեմ, որ Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում հսկայական քանակության պետությունների քաշում է իր ազդեցության գոտի եւ դաշտ։ Աֆրիկայում հատկապես Իսրայելը ռազմական բազա է հաստատում այսօր։ Մասնարարապես Սոմալիլենդում, եւ Սոմալիլենդը ճանաչեց, Սոմալիից անկախություն ճանաչեց Իսրայելը, որովհետեւ ռազմական հետաքրքրություն ունի, որովհետեւ ջրուղիները ցանկանում է վերահսկողության տակ պահել։ Իսրայելը լրջագույն եւ խելացիագույն խաղացող է։ Եթե Ալիևը չափազանց խելացի պետական գործիչ է, արդյոք հիմար է, որ Ադրբեջանի հետ Իսրայելի հետ դաշնակցություն է արել։ Ոչ, ինքը զգուշորեն, իմաստնաբար, խելացիորեն կառուցել է դաշնակցությունը տարիների ընթացքում։ Իսկ եթե հայերը գնան Իսրայելը ասելու է չռադեղեք, այսինքն այս մտածողությունը պրիմիտիվագույն, որ կա հասարակության մեջ, տեսակ ամոթ է արդեն 21-րդ դարում այս մակարդակին մնալը։ Եվ գալով արդեն Մակրոնի այցը ամփոփելով ուշագրավ էր, որ նա Նիկոլ Փաշինյանին անունով էր դիմում, նշում էր Նիկոլը հեղափոխություն արեց եւ այլն։ Ձեր գնահատում սա մտերմությունը արտահայտելու դրսևորում էր, թե անարգանքի, քանի որ դիվանագիտական արարողակարգը գիտենք, կարծես թե թույլ չի տալիս, որ պետության ղեկավարին անունով դիմես։ Չէ, այդպես չի, արևմտյան դա մի քիչ ռուսական տիրույթում է, որ պետության ղեկավարին անունով չի կարելի դիմել, գործընկերների հավասարների մեջ, բան, այդպես չի։ Օրինակ, երբ Պուտինն էր անունով դիմել, Հայաստանում հիստերիա էր բարձրացել որոշակի։ Դե որտեվ է դաշտում է եւ Հայաստանը եւ Ռուսաստանը, նու միևնույն կաթսայի մեջ են, դրա համար էլ այդ մտածողությամբ այդպես են մտածում եւ Պուտինի պարագայում, քանի որ իրենց մոտ մտածողությունը այդպեսին է, ես չեմ բացառում, որ անունով դիմել է, այո, հենց այդ իմաստն է ունեցել։ Բայց երբ որ դա ասվում է արևմուտքում, օրինակ ես չեմ ուզում ասել եթերում, որտեվ կլինի իբր թե գլուխ գովալ բան, բայց լավ, փորձեմ առավել համեստ ձևակերպել։ Ես ունեմ որոշ մտերիմներ, չեմ հանդգնում ասել ընկերներ, բայց ընկերական հարաբերություններ եւ մտերիմներ, որոնց հետ պարբերաբար հանդիպում եմ, երբ Եվրոպայում եմ եւ ոչ միայն Եվրոպայում, որոնց ես իրենց տիտղոսով կամ պաշտոնով եմ դիմում, կամ չգիտեմ, ասենք պարոն քարտուղար նախարար նկատի ունեմ, կամ որոնք որոշակի ազնվական կոչում ունեն, եւ այդ մարդիկ գրեթե բոլորը ինձ ասում են անունով դիմի։ Նորմալ է սա արևմուտքում։ Այսինքն մտերմության նշան է դա եւ պետության ղեկավարները միմյանց շատ հաճախ անգամ հրապարակային դիմում են անունով, որպեսզի մտերմություն եւ ջերմություն արտացոլեն։ Ես փորձում եմ օբյեկտիվ լինել այստեղ։ Ցավոք սրտի, այո, այդպես է, ջերմության արտացոլումը կա Նիկոլի հանդեպ, բայց դա Նիկոլի անձի հանդեպ չի։ Ես հավատացած եմ, որ Էմանուել Մակրոնը հիացած չի, դա իմ անձնական կարծիքն է, Նիկոլ Փաշինյանի անձով, բայց որպես Հայաստանի ղեկավար, որին հայ ժողովուրդը պաշտում է Հիսուս Քրիստոսից ավելի, Նիկոլ Փաշինյանին, այո, ջեր հարաբերությունների մեջ է, որ նստում եւ նվագում է, Հայաստանի հանդեպ վերաբերմունք է ցույց տալիս։ Այսինքն սա է խնդիրը։ Բայց ես նաեւ սա էլ ասեմ, եթե հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին հերացների իշխանությունից ստիպեր, որպեսզի հրաժարական տար Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ ժողովուրդը դեմ լիներ Նիկոլ Փաշինյան, կամ լավ ամբողջ ժողովուրդը չէ, ժողովրդի մեծ մասը։ Նույն Ֆրանսիայի նախագահը վստահ եմ նրան հերացրած ղեկավարի հետ լրիվ նույն հարաբերությունների մեջ հաշվի կնստել հայ ժողովրդի որոշման հետ։ Անհնար է որ չնի, բայց այսօր հաշվի է նստում, որ Փաշինյանի հետ այդպիսի հարաբերություններ է անում։ Սա Փաշինյանի անձի ձեռքբերումը չի, ոչ էլ քաղաքական գծի։ Սա հայ ժողովրդի որոշումն է, հայ ժողովրդի ընտրությունն է։ Վաղը Հայաստանը կառավարելու է որևէ ադրբեջանցի, այդ ադրբեջանցու հետ են այդպես լինելու։ Պարոն Մարտիրոսյան, խոսենք նաև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից, գիտեք 19 քաղաքական ուժ է մասնակցում, ձեզ ինչով է պայմանավորված քաղաքական ուժերի նման մեծ թիվը, իհարկե 21 թվականի համեմատ ուժերի թիվը 6-ով նվազել է, բայց 2.5 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին մեծ թիվ է, եւ շարունակում եք մնալ այն կարծիքին, որ Փաշինյանի վերարտադրությունը այս ընտրություններում երաշխավորված է, ընդ որում մաքուր ճանապարհով առանց կեղծիքների։ Բարձր թիվը պայմանավորված է ճակերտների մեջ ծախույությամբ, որովհետև այն աշճանի ծախու են հոգով մեծ մասը, որ եւ գուցե ենթադրաբար ոչ միայն հոգով,
որ չմիավորվեցին մեկ ընդդիմադիր, այսպեսի իրավիճակ չկա հասկանում եք, որ այս կատաստրոֆիկագույն արդեն կործանման գործընթացի կեսին հասած վերջին մոտեցող երկրում չձևավորվի մեկ ընդդիմադիր, աշխարհում այդպեսի բան չկա։ Նախ այս վիճակում եղած պետություն չի եղել վերջին 1000 տարվա մեջ որևէ երկրում։ Արևմուտքում նկատի ունեմ։ Եվ երկրորդ հերթին չկա մի իրավիճակ, որ սրանից 10 նապատիկ անգամ ավելի լավ, ավելի թեթև իրավիճակում եղող ճգնաժամային վիճակում երկրներում չձևավորվի մեկ ընդդիմադիր տեխնացու։ Իսկ ինչի եմ ասում ծախու, որովհետև վստահ եմ, որ Մոսկվայից եկել է հրահանգ, որքան հնարավոր է, սա իմ կարծիքն է, իմ ենթադրությունն է եւ եզրակացությունը, որքան հնարավոր է շատ ուժեր գցել հրապարակ, շատ ուժեր լինեն, չմիավորվեն, որպեսզի եւ մի կողմից լինի իրենց հետ ասոցացվող մի ուժ եւ մյուս կողմից լինի իշխանությունը, որպեսզի իշխանություն մնալը երաշխավորված լինի։ Ձայներ փոշիացնեն ու Նիկոլ Փաշինյանի ձայները կշռե բարձրացնել։ Այդ ձայները գնալու են Նիկոլ Փաշինյանի կողմ։ Այսինքն ինչ ասեմ, սա Հայաստանում երբեք ոչինչ չի կարող լավ լինել։ Որտեվ այսպեսին է մտածողությունը, հասկանում եք։ Այս իրավիճակով ընտրությունների գնալու դեպքում երաշխավորված է Փաշինյանի վերարտադրությունը։ Միանշանակ երաշխավորված է եւ ասում եք ազնիվ ձևով թե չէ, ես հավատացած եմ, որ ազնիվ ձևով ահռելի քանակության ձայներ է հավաքել։ Ավելի քան նախորդ անգամ ենթադրում եմ։ 21-ից էլ։ Ենթադրում եմ, կարող է սխալվեմ, այդտեղ չեմ պնդում 100%, բայց ենթադրում եմ, որովհետեւ հայ ժողովուրդը այդ դրա համար ես ինչ չեմ ուզում այլևս եւ չեմ կարող այլևս ասոցացնել հայ ժողովրդի հետ, այս պատճառով, բայց ասեմ ձեզ, հայ ժողովուրդը ողբերգականորեն ընդունում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Հայ ժողովուրդը չի ուզում պայքարել, հայ ժողովուրդը չի ուզում ունենալ հայրենիք, չի ուզում ունենալ սեփական պետություն, ինչքան էլ պետության անունը տան, ասում են ինչքան էլ շաքար ասես, բերան դրանից չի քաղցրանա։ Իրենք շաքար են ասում, բայց իրենց բերանում դառը մահվան հաբ են վերցրել։ Ու այնուամենայնիվ հավատում եմ, որ այդպես է լինելու, դա էլ արդեն տրամաբանության հետ կապ ունի, խնդիր կա քաղաքական տրամաբանության հետ այս երկրում։ Եվ իրենք ընդունում են այդ օրակարգը, հավես չկա երկիր պայել, պետք էլ չի, մի հատ երիտասարդությանը նայեք։ Մեծ հաշվով խորոված փարթիներ են կազմակերպում եւ այն որ այնտեղ խորովածը վճարով եղել ավելի մեծ ռեզոնանս էր առաջացրել, քան օրինակ Արցախի վիրավորվել էին, որ այդ խորովածը ձրի չեն տվել, այսինքն գնացել են ուտելու, օքեյ է։ Ու հետո հարց են տալիս ինչ է, մենք պետք է միշտ սուքի մեջ լինենք, պետք է փարթի չանենք, պետք է էս չանենք, չեն հասկանում ինչի մասն է խոսքը, ինչի պետք է չանեն, ինչ իրավիճակ է։ Ինձ ամենաշատը սարսափեցնում եւ վանում է, եթե շատ մեղմ բառով ասեմ, հայ երիտասարդությունը։ Դա ամենաողբերգական երևույթն է, որ կարող է լինել աշխարհում։ Այդ աստիճանի թքած ունեցող երիտասարդություն ու իմ համար զզվելի են այն խոսքերը, երբ որ ապոլոգիստները, այսինքն apologist-ները, որոշ մարդիկ վեր են կենում, ասում են, չէ, մենք հրաշալի երիտասարդություն ունենք, մենք սա ունենք, մենք նա ունենք։ Մի երիտասարդություն, որ իմ երկրի ճակատագիրը ընդհանրապես չի հետաքրքրում, որը վեր է կենում ու կարող է հայտարարել, ասել, իմ համար կարևորը մարդը լավ մարդ լինի։ Այս ապուշ բաներ են խոսում, հասկանում եք։ Իսկ գուցե հիասթափությունից է սա գալիս, պարոն Մարտիրոսյան, որտեղ 18 թվականին մի անգամ երիտասարդությունը ոտքի կանգնեց, այսպես սխալվեց եւ հիմա վախենում են։ Ես շատ սխալը ուղի, ուրեմն ավելի մեծ սխալով։ Ուրեմն հիասթափվող երիտասարդությունը կամ հասարակություն, դա ոչ երիտասարդություն է, ոչ հասարակություն։ Դա այլ բան է, որը չեմ ասի ինչ է ձեր եթերում։ Հիասթափվելը որս է աշխարհում որտեղ գիտեք, որ հիասթափվեն, ասեն լավ դե մեռնենք։ Լավ դե մեր երկիրը մեզ պետք չի, որտեվ իրենք չունեն հողի հետ, հայրենիքի հետ որևէ կապվածություն, որտեվ ինպես մարդիկ, ձերպես մարդիկ, իրենց համար անհետաքրքիր հնաբույր անտիկվար դինոզավրեր են, որտեվ իրենց համար սա ծիծաղելի բան են, իրանք կգնան բանում Ուգանդայում կապրեն, որ լավ լինի Ուգանդայում, լավ չի կգնան Բելգիայում կապրեն, ինչ կա թքած Հայաստանի վրա բան, տենց իրանց համար հայրենասիրությունը հասկանում եք տրնգին է, տաշի տուշին, պարը, խորովածը, դե ազգային բաները ազգային չէ, էլի այդ մակերեսային ազգային յարխուշտիստներ կան, չէ՞։ Ես դրանց յարխուշտիստ եմ ասում։ Դա կրոնի մակարդակի հասցված բան ասես դանակներով բան վեր կենան պարեն, բան տակը հայրենասիրություն չկա։ Ուր է հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը այդպես պարով է լինում։ Ամեն պարին հավաքվում են հազարներով, երկրի ճակատագրի հանդեպ անտարբեր են, բայց իրանք հայրենասեր արշավականներ կան, չէ՞, տենց խիստ հայրենասիրական բան։ Բարձանում են սարերը մենք, մեր սարերը բան, բայց հանգիստ նայում են մենք ենք մեր սարերը հուշարձանը ոնց են հիմա քանդելու Արցախում։
Եվ այս ամեն ինչը հանգիստ են տարել։ Ես ասել եմ մի քանի անգամ, իմ համար ծայրահեղ անհասկանալի է երիտասարդությունը, եւ շատ մեղմ եմ ձևակերպում, որը պատերազմի ժամանակ վեր կացավ, գնաց իբր կյանքը զոհելու եւ շատերը զոհվեցին։ Կյանքը զոհելու եւ բան, ինչի համար որ հող պահեն, որ հայրենիք պահեն, դրա համար են, չէ՞ գնում մարդիկ զոհվելու, հայրենիք պահելու համար։ Մեկ էլ թիկունքից հրաման եկավ, որ մենք հանձնվում ենք, կապիտուլացվում ենք նոյեմբերի 9-ին եւ հանդուրժեցին այս ամեն ինչը։ Մարդիկ թողեցին ամեն ինչ, հետ եկան տուն տվեցին հողը։ Հիմա էլ մտածեք։ Այսքան մտածողության մեջ պատրաստ էին սրան, սա նկատի ունեք։ Ես էլ այստեղ մեկնաբանելու բան չեմ տեսնում։ Գնացել են որ կյանքը տան զենքով կռվելու, իբր հերոսական բան։ Մեկ էլ հրաման է գալիս հետևից։ Օմարի բարձունքները աննվաճելի հանձնում են, քարվաճառ հանձնում, ուղղակի թողնում գալիս են տուն, գալիս են Երևան։ Դուք հայրենիք պահող եք։ Սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ես ձեզ ասեմ, ես որպես նաև առաջին մասնակցության պատմաբան եկել եմ եզրակացության, որ այս ժողովուրդը հազարամյակների ընթացքում եղել է աշխարհում ամենաուրույն ժողովուրդը։ Գեղեցիկ բառ եմ օգտագործում, ուրույն, ամենաեզակի ժողովուրդը իր տեսակի մեջ։ Եվ սա նոր պատմություն չի։ Ցավոք սրտի։ Ես վերջերս ներողություն ասել ասեմ, շատ եմ խոսում եւ այդ բանով առանձին տեսանյութ եմ արել։ Գնացի գտա եւ գնացի եւ կարգի բերեցի իմ ընկերոջ հետ Բրիտանիայում շատ հեռու Լոնդոնից օվկիանոսի ափին գեներալ Դանստերվիլի գերեզմանը, որի մասին Հայաստանում ոչ ոք ոչինչ չգիտեր, գոնե մինչև իմ հրապարակայնացնելը։ Եվ այդ մարդուն բրիտանական գլխավոր շտաբը մեծ պայքարից հետո որտեղ այնտեղ էլ կրկնակի կարծիքներ կային, ասում էին հայերը ընդհանրապես գործոն չեն, թողեք ինչ լինում է դրանց լինի, իրենք ոչ կռվող են, ոչ մեր համար հենարան են լինելու։ Դանստերվիլի թևը ասում էր, չէ, գնանք թեկուզ փոքր զորախումբ ռեսուրսներ չունենք, բայց օգնենք Բաքուն հայկական պահեն, որպեսզի նավթը լինի մեր բնական դաշնակիցների հայերի ձեռքին, որտեղ Թուրքիայի դեմ էր կռվում Մեծ Բրիտանիան եւ թուրք-թաթարական, ադրբեջանական, այսպես ասած, զորքերը բնականաբար եւ բնակչությունը դաշնակից չէր բրիտանացիների։ Դանստերվիլը եկավ, մի քանի ամիս հետո ուզում էին Դանստերվիլին սպանեին։ Ասում էին, եկել ես մեզ ինչ ես մարզում, մեզ ինչ ես զենք բերել, բրիտանական բանակը թող մեր տեղը կռվի։ Սկսեցին իրար ուտել, իրար հոշոտել։ Շահումյանը անգամ բռնեց բոլշևիկյան Մոսկվայի կողմը։ Եվ այս մարդու դեմ մահափորձ կազմակերպեցին։ Եվ ինքը զգուշացնում էր, ասում էր, եթե դուք չկազմակերպվեք, ձեզ գալու են եւ ոչնչացնեն բոլորիդ։ Եվ ինքը վերջին օրը իսլամի բանակ էր կոչում, առաջացավ Բաքվի վրա, 400 հոգի էր մնացել իր մոտ բրիտանացի զորախումբ, եւ այդ զորախումբը հսկայական քանակությամբ հայերի փրկեց։ Հսկայական քանակությամբ գաղթի ճանապարհները բաց պահեց, որ փախնում էին հայերը ջարդերից, որպեսզի ճանապարհին չոչնչացնեն հայերին։ Բաքվում պաշտպանական կառույցներ կառուցեցին։ Բրիտանացիները ընդամենը 1000 հոգանոց զորախումբ էր Dunster Force-ը եւ 400 հոգի էր վերջում, մոտարապես 400 հոգի էր մնացել։ Վերջին օրով անգամ զգուշացնում էր, հետո տեսավ, որ իրեն ցցի են հանելու հայերը, որտեվ չեն ուզում կռվել, ասում են դուք եկեք կռվեք։ Մարդը թողեց վերջին օրը գնաց եւ գիշերով հեռացավ, որտեվ գիտեր, որ իրեն, որտեվ ասում էր ես մնամ, ես ձեզ չեմ փրկելու այդ բազմահազարանոցից, դուք չեք կազմակերպվել, դուք չարձագանքեցիք իմ օգնության բոլոր նախաձեռնություններին, պահանջեցիք ընդհանրապես որ բրիտանացիները կան կռվին, բրիտանացիները էլ ռեսուրս չունեն, որտեվ Մերձավոր եւ Իրաքում սարսափելի սուղ էին արդեն բրիտանական զորքերը եւ միջոցները։ Նստեց նավը գնաց, սկսեցին հայհոյել դրանից հետո մտան Ադրբեջան թաթարները ավելի շուտ թուրքերի հետ 30000 հայ կոտորեցին 3 օրվա մեջ 30000 հայ Բաքվում չկազմակերպված երբ որ հայ համայնքը ահռելի մեծ է շատ ավելի թաթարական համայնքից եւ դրանից հետո հայ պատմագրությունը ել չասեմ սովետական պատմագրությունը բայց հայ պատմագրությունը մինչեւ այսօր սկսեց հայհոյել Դանստերվիլին համարելով դավաճան որ մեզ թողեցին անգլիացիները փախան Դա ինչ էին եկել։ Անկամ դրանից հետո Կարսի եւ Նախիջևանի հարցում Բրիտանիան օգնություն ցուցաբերեց Հայաստանին 1911 Արա Պապյանը երեք հրապարակել է փաստաթուղթ Facebook-ում։ Այդ մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք եւ ես եւ ինքը, որ Կարսը հայերին տվել են բրիտանացիները, ազատագրել տվել են բրիտանացիները։ Տվեցին Կարսը հայերին, հայերին ինչ արեցին։ Նվիրեցին թուրքերին։ 1.5 տարի անց ընդամենը։ Մենք ինչ արեցինք Արցախի հետ։ Այդ մենքի մեջ ես չկամ։ Ցավոք սրտի։
Եվ պարոն Մարտիրոսյան, ընդդիմադիր ուժերի շարքում այս անգամ կրկին ընտրություններին մասնակցում է ձեր նախկին քաղաքական ուժը, ԲՎՌ-ը, իհարկե որոշակիորեն թարմացված ցուցակով, բայց այնուամենայնիվ 21 թվականին ԲՎՌ-ը մոտ 1 թե 1.5% ձայներ ստացել, եթե չեմ սխալվում, ու ձեզ համար հասկանալի է այս պահին ԲՎՌ-ի մասնակցության պատճառը։ Ես հիշում եմ, այս հարցը դուք ձեր նախկին թիմակիցներին հրապարակային եք ուղղել, բավարար պարզաբանումներ ստացաք նրանցից։ Չէ, իհարկե չէ։ Իրենք աշխատում են իրենց չաթերից եւ Facebook-յան ինչ-որ ակտիվիստների իրենց բաներից ավելի չհարցակվել իմ վրա հիմա։ Ես էլ իրենց չեմ թիրախավորել, որտեվ բացարձակ կարևոր չի իմ համար դա շատ անցած էտապ է։ Ցավոք սրտի այդ գաղափարը վարկաբեկվեց, բայց դա մի գաղափար է, որին ես հավատարիմ եմ։ Չգիտեմ իրենք ինչքանով են հավատարիմ, վստահ եմ, որ Արա Պապյանը հավատարիմ է այդ գաղափարին։ Մնացածի մասին չգիտեմ, նկատի ունեմ առաջնային դեմքերի։ Բայց չեմ ուզենա շատ խոսել, իրենք մասնակցում են, ես ձեր հարցին պատասխանելով եմ, չգիտեմ ինչ են մասնակցում։ Պարզ է ինձ համար թե չէ, ես իմ կասկածներն ունեմ, բայց դրանք հիմա չեմ բարձրաձայնի, մասնակցում են, որ չասեն ազգային դաշտը պառակտում է, որտեղ անուղեղներ կան, այդ բաները միևնույն է ասում են եւ ասելու են, կարող են եւ ասել, բայց այդ ձայները փոշիանալու են, դա փաստ է, իրենք չեն անցնելու խորհրդարան, դա փաստ է, որտեղ շատ հեռու են, որտեղ հիմա իրենք շատ ավելի թույլ են, քան այն ժամանակ, երբ որ ես ԲՎՌ-ի կազմում էի, իմ անձով չի պայմանավորված, թե շատերը ասում են, որ իմ դուրս գալն էլ որոշակիորեն բացական է անդրադարձել ուժի վրա, բայց մենակ ես չի որ դուրս եմ եկել, այսինքն շատ մարդիկ հեռացել են, ընդ որում շատ ավելի վաղուց եւ շատ ավելի ամբողջությամբ շարժման մեջ եղած մարդիկ։ Լավ չի որ մասնակցում են, որովհետև իրենց բացատրությունները ամենևին հավատ չեն ներշնչում ձեզ։ Մեղմ ասած հավատ չեն ներշնչում, տրամաբանական չեն։ Ես գիտեմ, որ ակտիվիստներ կան, որոնք քաղաքական աղանդի սկզբունքով են այդտեղ գտնվում եւ անգամ իրենց հարազատ ընկերներին, ինչպես վերջին օրերին տեսանք, պատրաստ են հոշոտել հենց որ հեռանում են, դա լրիվ այլ բան է եւ չեմ կարծում, որ իրենց մակարդակում է հավատ չներշնչող բաները, իրենք հավատում են ամեն ինչի։ Ես կարծում եմ, որ սա ամենավերին օղակների որոշում է, որը ինձ համար հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ես ենթադրում եմ, որ կարող եմ ունենալ։ Իրենց ձայները, որոնք իրենց ձայները սպეციფიկ ձայներ են, դա ազգային մտածողություն ունեցող զանգվածի ձայներն են, ընդ որում հիմա այդ զանգվածի մեծ մասը իրենց չել սատարում որպես ուժ, թե մնացել է գաղափարի կրող, եւ այդ սատարող ուժերի ձայները, որոնք չէին գնալու ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, հիմա գնալու են իրենց, այդ մարդիկ կարող է տանը նստեին, չգնային ընտրելու, կամ գնային ընտրելու Սամվել Կարապետյանին, օրինակ, որպես ճակերտների մեջ չարյաց փոքրագույն կամ ամենա նախընտրելի, ամենաչնախընտրելիների մեջ եւ այդ ուժին էին գնալու քվեարկեն, հիմա գալու են քվեարկեն ԲՎՌ-ին, ԲՎՌ-ը չի անցնելու եւ այդ ձայները բաշխվելու են Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ընտրող ուժի միջեւ, այսինքն այդ ձայներից Նիկոլ Փաշինյանը բաժին է ստանալու։ Բայց սա թող չդիտարկեն որպես քարոզ իրենց դեմ, սա վերաբերում է բոլոր մնացած ուժերին, որոնք չեն անցնելու խորհրդարան, բոլոր մնացած ուժերին։ Ինձ համար ցավալի է, որ ԲՎՌ-ը այդ փոքր ուժերի մեջ է մտել եւ հազար մի բացատրություն են տալիս, որոնք համոզիչ չեն։ Ես իրենց փոխարեն կբոյկոտեի եւ չէի գնա ընտրությունների, կամ կսատարեի ուժերից մեկին, որը Նիկոլ Փաշինյանից ավելի նախընտրելի է, որտեղ բոլոր ուժերն են Նիկոլ Փաշինյանից ավելի նախընտրելի, ներողություն։ Բայց պիտի ընտրես, այսինքն որն է ամենաքիչ թե շատ ընդունելին, ոչ ընդունելի բոլորի մեջ։ Հիմա դա Սամվել Կարապետյանի ուժն է, ըստ ձեզ իրավիճակում։ Նայեք, դա ես միանշանակ պատասխան չեմ ուզում տալ։ Բայց եկեք դեդուկտիվ մեթոդով նայենք։ Նիկոլ Փաշինյան եւ մնացած բոլորը։ Ինձ համար, եթե սատանան, ես ասում եմ անձամբ ինձ համար, ես այդպիսի մոտեցում ունեմ։ Եթե սատանան կուսակցությամբ հանդես գար եւ դներ իր տեխնացությունը եւ մյուս կողմում լիներ Նիկոլ Փաշինյանը եւ իր ուժը, ես կքվեարկեի սատանայի եւ նրա կուսակցության օգտին։ Որտեւ ինձ համար Նիկոլ Փաշինյանի ուժը եւ գաղափարախոսությունը սատանայի ամեն ինչից ավելի վատ է։ Կարող է ծայրահեղական է հնչում։
Ես ծայրահեղական չեմ, ինձ միշտ են համարել ծայրահեղ, ես ծայրահեղական չեմ, սա իմ անձնական հայացքն է եւ ես քաղաքականության մեջ չկամ հիմա։ Հիմա, եթե մենք բացառում ենք այդ մի ուժը, նայում ենք դաշտում մնացած ինչ ուժեր կան։ Կան նախկիններ, դա Ռոբերտ Քոչարյանի ուժն է, որը հստակ պրոռուսական հայտարարություններ է անում, շարունակում է ոչ մի նոր բան չի առաջարկում եւ հաստատ այլևս չունի անգամ նախորդ ընտրությունների շանսերը։ Կան ենթադրաբար Սերժ Սարգսյանի կողմից դաշտ նետված ինչ-որ փոքր ուժեր, որոնք ոչ շանս ունեն, ոչ ինչ-որ բան են անելու, ոչ հաստատ իշխանության են գալու, չեն գալու։ Կա ինչպես ասիկ Բևեռը ազգային դաշտում, որ գաղափարախոսությամբ ինձ համար բնականաբար միակ ընդունելի գաղափարախոսությունն է, ասեցի այլ բան, էկզեկուցիան, այսինքն կատարումը, իրականացումը, եւ այդ ուժը հաստատ չի անցնելու։ Շատ ավելի փոքր տոկոս է ակել կարծում եմ, քան նախկինում, անգամ մաքուր թվերով, չկեղծված թվերով։ Եվ կան մնացած ուժերը, ասենք ռեֆորմիստներ օրինակ, արդյոք դրանց պիտի գնալ ձայն տալ, բնականաբար չէ։ Ասենք, չգիտեմ, Հանրապետություն, Արման Բաբաջանյանի, Հանուն Հանրապետության։ Բայց Հանրապետությունն էլ Արամ Սարգսյան էլի նույն ոճի մեջ է։ Ոչ միայն նույն ոճի մեջ չի։ Հիմա արդյոք պիտի գնալ ձայն տալ Արամ Սարգսյանին, այսինքն Նիկոլ Փաշինյանի դաշնակցին, մերձավորագույն դաշնակցին։ Էլի չէ։ Ինչ ուժեր են մնում, որոնք շանս ունեն մտնելու խորհրդարան եւ տեսականորեն շանս ունեն իշխանության գալու։ Ես գիտեմ, որ չունեն։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը անվերապահանալու է իշխանություն։ Բայց եթե պիտի գնաս քո ձայնը 10 եւ տանը նստելը տարբերակ չի, որովհետեւ շատ վատ է։ Ով է մնում դաշտում, եկեք հասկանանք։ Ով է մնում դաշտում։ Սամվել Կարապետյանի ուժը մեր հաշվով։ Նախկին չի, բազմաթիվ իմ համար անընդունելի հայտարարություններ են անում։ Համար 1 անընդունելի բանը այն է, որ Ռուսաստանից փոխվելու հայտարարություն չեն անում։ Հասկանում եմ ինչի չեն անում, բայց չեմ արդարացնում։ Բայց գոնե ավելի խորացնելու էլ չեն անում։ Ավելի խորացնելու էլ կարծես թե չեն անում, թեև ինչ որ տենց ինչ որ բաներ ունեցել են էլի, զեղումներ ունեցել են էլի։ Մեկ ու մեջ ինչ որ նորմալ բաներ, խելացի բաներ ասում են, ես չեմ խոսում խաղող մթերելու բաները, որ պոստերները խփած Հայաստանի մարզերով, այդ կենցաղային, այդ գրոտեսկ բաների մասին չեմ ասում, որ ինչ որ շատ առանձնակի զանգվածին է ուղված, որ իրենք կարծում են, թե Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածից մի զանգված կարող են վերցնել, չեն կարող։ Նիկոլ Փաշինյանը անմրցելի է իր զանգվածների հարցում։ Հիմա նախքին չեն, ես այս պահի դրությամբ կարող է սխալվեմ, նայեք, ես սա վստահաբար չեմ ասում։ Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ իրենք ռուսական ազդեցության գործակալ են։ Ընդհակառակը Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի հանդեպ լավ տրամադրված ուժերին պետք չի, որ արեց Փաշինյանը, պետք չի ճնշել, թե ինչ թե պետք է բան անել, ինձ գալիս է համոզելու, որ հենց Կրեմլը խաղ է խաղում Կարապետյանների հետ, որպեսզի նրանց զոհաբերի, եւ չի ուզում, որ նրանք լինեն դաշտում։ Ուզում է Քոչարյանը լինի եւ ուզում է անպայման Նիկոլ Փաշինյանը անցնի։ Քոչարյանը լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անցնի։ Եվ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը փոխեցնի։ Եվ այստեղ իմ համոզմամբ Սամվել Կարապետյանին պատրաստում են Ռուբեն Վարդանյան 2.0, այսինքն Ռուբեն Վարդանյան 2 օպերացիայի այլ տարբերակով, չեմ ասում հանձնելու են Ադրբեջան գերության, թե դա էլ բացառված չի, բայց զոհաբերելու են այլ կերպով։ Ես չգիտեմ այդտեղ ինչ ներքին process-ներ կա, բայց անգամ եթե իրեն օգտագործեն առանց իր ուժի եւ իր հասկանալու, իրենից ազատվելու են ռուսները 100%-ով այլևս։ Բայց ինչու է Սամվել Կարապետյանը խանգարում Ռուսաստանին այս դեպքում, եթե պետք է ազատվեն։ Որովհետև Սամվել Կարապետյանը խաղաքարտ է այսօր Հայաստանի քաղաքականության մեջ եւ լինելով միլիարդատեր բեռ է։ Ինքը օգտագործվելու եւ շպրտվելու է որպես քաղաքական գործիք։ Ես անձը նկատի չունեմ եւ թող այս արտահայտությունը նեգատիվ չլինի մարդու հետ կապված, որ չեմ ուզում վիրավորելու էլեմենտ չկա այստեղ։ Բայց որ ուժը որպես քաղաքական գործիք օգտագործվելու եւ ազատվելու են այդ ուժից, այս ուժին առանց, այսինքն շատ բարդ բանի մեջ ենք մտել Դավիթ, հիմա փորձեմ հստակեցնել, որպեսզի հարցեր չմնան օդում, փորձեմ դա կարճանել։ Ես համոզված եմ գրեթե այս պահին, որ Կարապետյանին չեն եկել ասել գնա, որ Նիկոլ Փաշինյանը լինի, գնա մասնակցի, որ մեր օրակարգը առաջ տանես։ Ես կասկածում եմ, որ կարող է ինչ որ մարդիկ կրեմլյամերձ հատուկ նպատակով եկած եւ քաջալերած լինեն կողքից։ Հա, լավ է, մասնակցի, ինչի՞ չէ, հա։ Դրանել խախել են։
Բայց Կրեմլը, որ 100%-ով իր խաղը ունի, որ իրենք փորձելու են Կարապետյանով Նիկոլ Փաշինյանին ուժեղացնել, բայց այնպես անել, որ Կարապետյանը չդառնա իշխանություն, ընդ որում Կարապետյանը կարծում եմ նույն օրակարգը չի տանում առաջ, ինչ տանում է Ռոբերտ Քոչարյանը։ Այդտեղ համոզվածություն իր մտադրությունների ազնիվ մտադրությունների մեջ ես այս բանը չեմ կասկածում։ Կարող է վաղը կասկածեմ եւ կասեմ հենց կասկածեմ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Իրենց մոտ կա այդ ընտրապայքարից էլ է երևում։ Բավական ոչ պրոֆեսիոնալություն կա ընտրապայքարի։ Բավական բացեր կան։ Բայց օրինակ Նարեկ Կարապետյանը որ խոսում է, իմ համար այդ խոսքի մեջ բավական քանակությամբ անընդունելի թեզեր կան, որ ուղղակի եթե լիներ շանս ունեցող ազգային ուժ, անմիջապես ես մերժելու էի Կարապետյանի թևը։ Բայց նայում եմ եւ այդ մարդուն Նարեկ Կարապետյանին ես չեմ տեսնում որպես դրածո, կատարածու Հայաստանը հանձնող դավաճանական օրակարգ հետապնդող կամ Նիկոլ Փաշինյանին ուժեղացնելու օրակարգ հետապնդող մեկը, որպես հակակշիռ։ Հասկանում եք, շատ բարդ բան է, երկար եմ ասում, բայց փորձում եմ դետալային ասել, որպեսզի իմ դիրքորոշում, բայց ես իրենց չեմ սատարում։ Բայց ես եթե նայում եմ, այս հայ ժողովրդի ստեղծած իրավիճակն է սա։ Ընդհանրապես իրենք չլինեին դաշտում։ Սամվել Կարապետյանը իր մտածողությամբ, իր գաղափարախոսությամբ, եթե կա գաղափարախոսություն, այդ ամբողջ թևը Ռոբերտ Քոչարյանը, դրանք ընդհանրապես չլինեին դաշտում, բայց Նիկոլ Փաշինյանն էլ պիտի չլիներ դաշտում։ Բայց ստեղծել է այս իրավիճակը, հիմա մարդիկ կամ պիտի նստեն տանը, եւ դա նշանակում է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, կամ պիտի գնան ու քվեարկեն կամ Նիկոլ Փաշինյանի օգտին, կամ ում օգտին։ Երկու խոշոր ուժ է մնում այդտեղ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը։ Շատ իրատեսական նայենք։ Ինչ պիտի արվի այդ դեպքում, մի հատ ինձ ասեք այդ դեպքում։ Ես էլի ասեմ, քվեարկությամբ ոչինչ չի որոշվել, Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության, բայց ասենք 1% շանս երկիրը փրկելու, հեքիաթի ինչ որ սցենար բան, ում ցավոք սրտի Կարապետյանները իրենց չեն օգնում։ Ինչ պիտի անեն, որը չեն անում այս դեպքում։ Պիտի ընդհանրապես հեռանան Ռուսաստանից։ Եթե մարդը հայտարարում է, որ ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել հանուն հայրենիքը փրկելու, ուրեմն պիտի ոչ միայն չխոսեն Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին, որտեղ սրանից ավելի լավ չի լինում։ Նիկոլ Փաշինյանի ստեղծած հարաբերություններից ավելի լավ հարաբերություններ չի լինում։ Այլ բան, որ բեմադրում են հիմա ավելի ու ավելի շատ վատ հարաբերությունների տեսարաններ, թատրոն։ Բայց սրանից ավելի լավ չի լինում։ Հիմա փոխարեն դրա մասին խոսելու, պիտի խոսեն Եվրոպայի հետ լավացնելու մասին, Ամերիկայի հետ լավացնելու մասին, Արևմուտքի հետ։ Բայց գիտեք ինչ կա, այս ժողովրդի մեջ չկա որևէ հեղափոխական բան անելու միտում եւ երբևէ չի եղել վերջին 1000 տարվա մեջ։ Ամենակիչը 1000 տարվա մեջ։ Չկա, դա չկա։ Անընդունակ են մարդիկ անելու մի բան, որը նախկինում չի արվել եւ դրա համար միշտ կանգնում են նույն փոცხի վրա։ Միշտ նույն սխալներն են կրկնում։ Սկսում են մեղավորների փնտրտուքով զբաղվել։ Չեն փնտրում, իրենք գիտեն ովքեր են մեղավորները, իրենց համար նախորդ իրենք գործում են սխալը, ու իրենք արդեն իսկ կարգել են մեղավոր։ Բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Նայեք, ես մի հատ ստատուս եմ գրում իմ էջում, Facebook-ում։ Բոլորը գալիս են արդարացնում են հայ ժողովրդին։ Բոլորը։ Ասենք, իհարկե իմ հետևորդների մեջ կան ստապ մտածող մարդիկ, որոնք տեսնում են իրար, բայց դրանք շատ քիչ են, բոլորն ասել են, նկատի չունեմ 100-ից 100։ 100-ից 95-ը գալիս են եւ արդարացում են, ամեն տիպի արդարացում կա։ Բոլորը մեղավոր են, ռուսներն են մեղավոր։ Լսեք, Հայաստանի ողբերգության մեջ ոչ ռուսներն են մեղավոր, ոչ թուրքերն են մեղավոր, ոչ ադրբեջանցիներն են մեղավոր, ոչ ամերիկացիները հատկապես, ոչ ֆրանսիացիները հատկապես, ոչ ոք մեղավոր չի։ Մեղավոր են հայերը, որովհետև եթե հայերը իրենց երկրի ճակատագիրը եւ իրենց ազգի ճակատագիրը այսպես չկառուցեն, եւ սա իրենց կառուցածն է, եւ կամք դրսեւորեին փոփոխություններ անելու։ Ես ասում եմ ցավով, ես սա չեմ ասում հայ ժողովրդի հանդեպ նեգատիվ զգացմունքներով, ես սա ասում եմ ցավով։ Եթե այնպես կառուցեին, որ գործոն լինեին, ինչպես դանստրվիլները ասում, որ իրենք չեն ուզում գործոն լինել հայերը, ապա չեր էլ հասնի այս ամեն ինչին։ Ընդհանրապես չեր հասնի այս ամեն ինչին։ Եվ անգամ հիմա ուշ չի։ Երբ որ մահվանից 5 է պակաս արդեն, ոչ թե 25 է պակաս, այլ 5 է պակաս։ Անգամ հիմա ուշ չի, բայց հիմա շատ ավելի մեծ ջանքեր եւ շատ ավելի արմատական տարբեր մտածողություն է անհրաժեշտ կիրառել։ Թե իշխանության գալու համար քաղաքական մեթոդներով, եւ թե երկիրը փրկելու համար, բայց այդ մտածողության ռեսուրսը չկա այս ժողովրդի մեջ եւ երբեւե չի եղել։
քաղաքական գավառական մակարդակից քաղաքական միտքը չի անցել։ Երբևէ։ Ընդ որում գավառականը չի, գավառականից ցածր։ Եվ այս պարագայում մենք դինայինք, թե ինչ ունենք։ Չարած փոքրագույնից եղածի մեջ։ Հա, ես չեմ ասում իրենք չարիք են, բայց բարիք էլ չեն իմ համար։ Բայց այսինքն նայում ենք, ինչ ենք անում։ Բայց գիտեք հայ ժողովուրդը ինչ է անել։ Նայելու է ասել է ռուսաստանցի օլիգարխ, ինչպես իրանք են ասում, կալուգացի, հա, բան բելարուսամետ, հա, այդպես էր, իշխանությունը պիտակավորել։ Բելարուսամետ օլիգարխն էլ կա կողքից, չգիտես ինչի են մասնակցում իրենք ընդհանրապես, ինչի համար։ Էլի կարող եմ կասկածներ ունենալ ինչի համար։ Մոտիվները էլի կարող են շատ պարզ լինել։ Եվ նայելու են, ասելու են, ըհը, սրանք են, մենք Ռուսաստան չգնանք, գնանք արևմուտք, բայց արևմուտք գնալու ճանապարհին իրանք մտել են Թուրքիայի ճանապարհ։ Ու գնում են Թուրքիա։ Ես երեք իմ հարազատ մարդկանց մեկի հետ էի խոսում ու խնդրեցի քաղաքականության մասին, որտեղ չեմ ուզում այդ մարդու հետ հարաբերություններս կտրել ինչպես ուրիշների հետ, բայց ահավոր ցավոտ էր իմ համար, ասեց դե բա ինչ դու բանը, այսինքն չես ուզում Հայաստանը գնա Եվրոպա, լսեք, առաջինը ես եմ ուզում, ոչ միայն Եվրոպա, ես ուզում Հայաստանը գնա դեպի Ամերիկա, դեպի Իսրայել, դեպի Սաուդյան Արաբիա կամ դեպի Էմիրություններ կամ, չգիտեմ, Արևմուտք։ Դե Սաուդյան Արաբիա, Էմիրություններ եւ Իսրայելը արևմուտք չեն, բայց դրանք ուղղություններ են, որոնք Հայաստանի համար նոր ուղղություններ են եւ շատ կարեւոր ուղղություններ են։ Բայց ես այսինքն այդ հարցը տվող մարդը չի պատկերացնում, որ երկիրը գնում է Թուրքիա եւ Ադրբեջան, որ արևմուտքի մասին ընդհանրապես խոսք չկա եւ չի կարող լինել։ Այս ռեժիմով։ Բայց մարդիկ գնալու են ընտրեն Թուրքիան եւ Ադրբեջանը, որպեսզի ըստ իրենք չմնան Ռուսաստանի տակ։ Բայց Ռուսաստանն է վաճառել Հայաստանը։ Ռուսաստանը կատարում է փոխանցում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիային։ Եվ այդ գործարքը իրականացնում է եվրոպականացման քողի տակ։ Եվ պարոն Մարտիրոսյան, վերջում օրերս թուրքական ընդդիմադիր մամուլում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի հանրապետական ժողովրդական կուսակցությանը պատկանող թերթում մի հրապարակում եղավ, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին, որն ի դեպ Բաթումի հարթության պայմանագրի ստորագրման օրն է։ Իհարկե Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից այս տեղեկությունը շտապել էին հերքել, բայց ինչ եք կարծում, այս արտահոսքը ինչ նպատակով էր եղել եւ արդյոք սրանից կարող ենք եզրակացնել, որ քաղաքական կուլիսներում առնվազն նման բան քննարկվում է, որն էլ իր հերթին կնպաստի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Վերջին շեշտադրումը նույն հրապարակման մեջ էլ կար։ Դայջան, դուք ձեր հարցին պատասխանեցիք արդեն եւ ասեցիք։ Իրենք էլ պատասխանեցին։ Հա, այսինքն չի քննարկվում։ Հայաստանը ոչինչ չի քննարկում, հասկանում եք, Հայաստանը ոչնչություն է։ Հայաստանը փալաս է։ Հայաստանը չկա։ Հայաստանի համար որոշում են, որտեվ հայ ժողովուրդը պատվիրակել է իր լիազորությունները Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն էլ ոչինչ չի որոշում։ Իմ սուբյեկտիվ անձնական համոզմամբ, ինչ Նիկոլ Փաշինյանին զանգում են Անկարայից ասում են, ընդ որում Էրդողանը չէ, Էրդողանի քարտուղարի օգնականը ենթադրում եմ։ Անկամ պատիվի չարժանացրեց ու չեկավ Հայաստան։ Կամ Բաքվից, դե գիտեք, եթե Ալիևը խոսում է Երևան հերրակապով, հայերին ռազմական հանցագործ է հանում եւ օկուպանտ եւ վերջում Նիկոլ Փաշինյանն ասում է շնորհակալություն, հույս է հայտնում, որ ինքն էլ կգնա Ադրբեջան։ Եթերում եւ նա չի գալիս եւ ինքը գնում է, պարզ է, չէ, եւ անգամ Հիկմետ Հաջիևը չի զանգում, ենթադրում եմ Նիկոլ Փաշինյանին, զանգում է Հիկմետ Հաջիևի քարտուղարը կամ օգնականը։ Եվ ամեն ինչ արվում է։ Հայաստանը պետություն է, ըստ ձեզ։ Բարդ հարց եք տալիս։ Չէ, շատ պարզ է, իմ համար շատ պարզ է։ Ես գիտեմ պետությունը ինչ է։ Ես գիտեմ, օրինակ Միացյալ Նահանգների պետությունը ինչպես է աշխատում։ Միացյալ Թագավորությունը ինչպես է աշխատում։ Ֆրանսիայում եմ կրթվել եւ Ֆրանսիան շատ լավ գիտեմ։ Գիտեմ ֆրանսիական պետությունը ինչպես է աշխատում։ Գիտեմ Իսրայելի պետությունը ինչպես է աշխատում, որտեղ շատ եմ ուսումնասիրել եւ մեծ հարգանք ունեմ Իսրայելի մտածողության, հասարակության, ամեն ինչի հանդեպ հարգանք ունեմ, հարգում եմ։ Գիտեմ ուկրաինական պետությունը ինչպես է աշխատում, ինչպես է ինքը իրեն անընդհատ բարձրացնում, մաքրվում անցյալի բացասական կողմերից, ինչպես է արժանապատվությունը բերել ամենաառաջին պլան։ Եվ երբ որ նայում ես Հայաստանին, այստեղ միայն պետության մասին ավելի ու ավելի են խոսում, ինչպես ասեցի, դառը թույնահաբ բերանը դրածը խոսի շաքարի եւ, չգիտեմ, շաքարն էլ լավ բան չի առողջության համար, բայց քաղցր ինչ որ բաների մասին, մեղրի մասին եւ այլն, հա։ Եսա չափազանցություններ չի, ինչքան էլ ինձ համար են ծայրահեղական, վերջում կյանքը գալիս փաստում է, որ չկա մի բան, որ ես ասեմ եւ այդպես չլինի։ Դա նայած չի, որ ես իմաստուն եմ,
Դա նրանից է, որ շատ շատերը մեղմ ասած չեն ուզում մտածել կամ իրենք մի հատ հոսանքի մեջ են եւ այդքան ուզում մտածել։ Ես այլ կերպ եմ մտածում եւ մտածում եմ սովորական եւ տեսնում եմ սովորական եւ դա Հայաստանում ինչ որ էքստրաորդինար բան է ստացվում, որտեվ մնացածը հրաժարվում են իրենց ֆունկցիան կատարելուց, ես իմ ֆունկցիան կատարում եմ։ Սա է խնդիրը։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ։ Կհանդիպենք։